Հայաստանում աղքատության մակարդակի նվազման միտումներ, մարզերի համաչափ զարգացում, տնտեսական աճի բաշխվածություն։ Այս թեմաներն են Համաշխարհային բանկի Հայաստանի տնտեսական զարկերակը զեկույցի առանցքում։ Փաստաթուղթը ներկայացվել է Գյումրիում, քննարկվել պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և ոլորտային մասնագետների մասնակցությամբ։ Զեկույցի խորագրերից է Հայաստանի աղքատությունը, հարկաբյուջետային քաղաքականության սահմանափակումներն ու բաշխողական ազդեցությունը։ Այն ներկայացնում է աղքատության ներկայիս պատկերը Հայաստանում, գնահատում հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն աղքատության կրճատման գործում, առաջարկում հնարավոր լուծումներ։ Զեկույցը փաստում է, վերջին տարիներին Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է, սակայն տնտեսական աճի օգուտները հավասարապես չեն հասնում բոլոր մարզերին ու սոցիալական խմբերին։ Համաշխարհային բանկի մասնագետների գնահատմամբ աղքատության կայուն նվազեցման համար սոցիալական ծրագրերի իրականացմանը զուգահեռ կարևոր են մասնագիտական հմտությունների զարգացումն ու աշխատատեղերի ստեղծումը։ Պատկերը ցույց է տալի, որ աղքատությունը նվազում է, նույնպես գործազրկությունը նվազում է, բայց դրանով հանդերձ հենց զեկույցում նշվում է, որ թեև գործազրկությունը նվազում է, բայց օրինակ զբաղվածության մակարդակը այնպես չի, որ շատ բարձրանում է։ Դա կան հիմնական խնդիրներ։ Գործազրկությունը նվազում է, բայց նույնպես գտնվում է 2025 թվին 12.8%-ի վրա, որը բավականին մեծ գործազրկություն է։ Իսկ այստեղում զեկույցում ավելի շեշտադրում է դրվում, որ աշխատաշուկան պետք է ունենա որակյալ աշխատատեղեր, որպեսզի հնարավորություն ունենան մարդիկ մասնակցեն աշխատաշուկային եւ կարողանան աղքատության դուրս գան այդ թակարդից։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խոսքով պատահական չէ, որ զեկույցը ներկայացվում է Շիրակի մարզում, որտեղ երկար տարիներ աղքատության ցուցանիշը եղել է ամենաբարձրը։ Արսեն Թորոսյանը կարևորել է ոչ միայն խնդիրների մասին խոսելը, այլև զարգացման նոր տեսլականի ձևավորումը։ Նախարարը վստահեցրել է, աղքատության նվազմանը զուգահեռ աճում է նաեւ զբաղվածությունը եւ հատկապես մարզերում խնդրի լուծումը կառավարության առաջնահերթություններից է։ Գյումրու ընտրությունը նաև պայմանավորված է եղել նաև այն հանգամանքով, որ մեր վիճակագրությունը տարիների վերջ ցույց է տվել, որ Շիրակի մարզը մեր չեմ ուզում այս բառը օգտագործել, բայց աղքատության առումով ոչ ամենաանբարենպաստ մարզերից մեկն է, եթե ոչ ամենաանբարենպաստը, եւ ես կարծում եմ, որ թեև մենք պետք է խոսենք դրա մասին, բայց նաև պետք է այս ստերեոտիպը կոտրենք, որպիսի թե մարդիկ իրենց մտքում եւ թե իրենց առօրյայում իրոք կոտրեն այդ կարծրատիպը եւ Շիրակը այլևս չհամարվի այդպեսին եւ ընդհանրապես մեր մարզերը երբեք այդ ցուցանիշով իրար հետ չհամեմատվեն։ Համաշխարհային բանկն այս զեկույցով նպատակ ունի ոչ միայն ներկայացնել մեր երկրի տնտեսական պատկերը, այլև նպաստել այնպիսի քաղաքականության մշակմանը, որն ավելի կնվազեցնի աղքատության ցուցանիշը, կխթանի մարզերի համաչափ զարգացումն ու կապահովի տնտեսական աճի արդյունքների ավելի արդար բաշխում։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։